Հանդապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էդվարդ Անտինյանին, պարոն Անտինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, ժամանակ եք գտել այս թեժ շրջանում։ Պարոն Անտինյան, ընտրություններին հաշված օրեր են մնացել եւ ինչպես տեսնում ենք Մոսկվայից օրվա մեջ մի քանի անգամ տարբեր մակարդակներով սպառնալիքի լեզվով շարունակում են դիմել հայ ժողովրդին, որոշ դեպքերում տեսանք, որ այդ սպառնալիքները նաեւ կոնկրետ դրսևորում ունեցան սահմանափակումների տեսքով, երեկ էլ Հայաստանի երկրորդ նախագահը, նաեւ Բելարուսի այսպես կոչված նախագահը ուղիղ զգուշացնում են, որ հայ ժողովուրդը պետք է զգուշանա, որպեսզի այստեղ չկրկնվի ուկրաինական սցենարը։ Նախ իրենք, երբ որ այդպիսի զգուշացումներով են հանդես գալիս, կցանկանամ ձեր մեկնաբանությունը, ինչ է նշանակում ուկրաինական սցենար, եւ երկրորդը, արդյոք վախերով պայմանավորված քաղաքացին պետք է գնա ընտրությունների մասնակցի այս։ Եվ Լուկաշենկոն, եւ Պուտինը, եւ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ բարձրաստիճան, բայց այնուամենայնիվ կատարեցին համապատասխան հայտարարությունը, որ հայ ժողովուրդը պետք է որոշի, եթե հայ ժողովուրդը որոշեց Եվրամիություն, մենք հարգանքով կվերաբերվենք։ Այսինքն իրանք դժգոհում են իշխանության վարքագծից, բայց եթե ժողովուրդը որոշի, իրանք ինչ պետք է անեն։ Այսինքն արժանապատիվ ժողովուրդը պետք է երկուսին էլ իրանց տեղը ցույց տա, որ ասի եթե մենք պետք է որոշենք ու դուք հարգանքով եք վերաբերում, մենք հիմա կորոշենք, որտեղ ինչ է նշանակում ընտրություններից առաջ սանկցիաներ կիրառել։ Եթե հանկարծ իշխանությունները վախեցան, իսկ մենք գիտենք, որ մեր իշխանությունները Հայաստանը Եվրոպա չեն տանում, բայց նույնիսկ ընդհանրապես Եվրոպայի հետ բարեկրթական խաղեր տալն են անգամ մերժում։ Այսինքն նույնիսկ այդքանը իրավունք չունեք, այսինքն դուք ավելի ֆորպոստ պետք է լինեք, քան մինչև այդ եղել եք, բասարապատասխանը մեր ժողովուրդը չի տալու իր քվեարկությամբ, ասում են դրեք հանրակրվե, սահմանադրությունը չի պահանջում դնել հանրակրվե դիմում գրելու համար, սահմանադրությունը պահանջում է դնել հանրակրվե անդամակցության համար, երբ որ գալիս է վերջի փուլը, վերպետական կառույցին միանալու համար, անդամակցության համար, անում ես հանրակրվե, բայց դիմում գրելու համար քաղաքական ուժը, որը հաղթել է, եկել է իշխանություն, ինքն է որոշում այդ քայլը անել։ Այսինքն այդ քայլի համար հանրակրվե պետք չի։ Մեզ ինչու են պարտադրում հիմա հանրակրվե անել։ Վախացնում են ու պարտադրում, որ մերոնք հանրակրվե անեն ԵԱՏՄ մնալու համար, ոչ թե Եվրամիություն գնալու, որտեղ ԵԱՏՄ երբ որ մենք մտել ենք հանրակրվեի մասին օրենքում նման դրույթ չկար, որ անպայման պետք է հանրակրվե արվի վերպետական կառույցին միանալու համար։ Այսինքն եւ մեկ էլ ասում են, որ մենք ժողովրդի կողմից ենք։ Այսինքն եթե հանկարծ հայ ժողովուրդը քվեարկի ի վնաս Եվրամիության, իրանք ժողովրդի խոսքին տեր կկանգնեն եւ զորքն էլ Հայաստանում է, պետք չի հատուկ մտցնել։ Մանավանդ վերջի օրենքը, որ Ռուսաստանը ընդունեց, որ Ռուսաստանի տարածքից դուրս ցանկացած Ռուսաստանի քաղաքացու կարող է գնա զորքը տիրություն անի, եթե նրան բռնել են։ Քանի ռուս կարող է Հայաստանում անգամ երկքաղաքացի, որտեղ երկքաղաքացին ամեն պետության համար համարվում է իր քաղաքացի։ Ոնց որ Հայաստանի համար երկքաղաքացին Հայաստանի քաղաքացի է, Ռուսաստանի համար Ռուսաստանի։ Այսինքն ինքը ցանկացած երկքաղաքացու համար հուզված կարող է զորք մտցնի Հայաստան։ Մենք սրա պատասխանը չպետք է տանք, եւ ես կարծում եմ, որ առավել եւս հիմա պետք է ասել, որ այո, հայ ժողովրդի ընտրությունը սա է։ Մանավանդ որ հիմա մենք գտնվում ենք ամենախոցելի վիճակում։ Ռուսաստանը ասում է մի միլիմետր թույլ չեմ տա անգամ հայտարարություն անես, բայց մենք էլ հայտարարություն չենք անում, որ գնում ենք Եվրոպա։ Ստացվում է, որ մենք գոնե Ռուսաստանի այս սպառնալիքները պետքա վերցնենք, դնենք Եվրամիության չինովնիկների առաջ, ասենք Ժորժ ջան, բա դուք չէիք քվեարկել, որ Հայաստանին հրավիրում էիք։ Բա դուք չէիք ամեն բարձր պաշտոնյա, լա չեմ ասում է երկրի ղեկավարներ կասեք դե լավ այսօր ինքնա վաղ ուրիշն է։ Չինովնիկը տվյալ պահի ներկայացնում է այդ տվյալ պահի քաղաքականությունը։ Քանի բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայից ասել, որ մենք ձեզ սպասում ենք, մենք ամեն ինչ կանենք, այս կանենք, այն կանենք։ Պետք է գնանք ասենք հարգելիներս, ռուսական ճնշումը դուք տեղյակ չեք, ձեր վրա չեք զգացել։ Ակնկալիքը որը պետք է լինի, որ մեզ շտաբ կարգով ընդունեք։ Չէ, ընդունելու խնդիրը գիտենք, որ շտաբ չի լինում։ Դա որոշակի ընթացակարգ ու ժամանակացույց է։ Բայց երբ որ դու անում ես առաջի քայլը, ասում ես հարգելիներս, հիմա դու գիտեք, չէ՞ ինչ է Ռուսաստանն ընդունակ, չբացատրենք, չէ՞ ձեզ 450 միլիոնանոց
համակարգեք բավական հզոր ձեր հնայով Ռուսաստանը անհամեմատ գերազանցող։ Դուք հիմա խնդիր ունեք Ռուսաստանի հետ։ Դուք չգիտեք ինչ հրեշի հետ գործ ունեք։ Հիմա մեզ մենակ ո՞նց եք թողում։ Դրա համար եկեք իրար հետ մտածենք։ Նախ Եվրոպան հիմա ինքը ճկուն ձևով քննարկում է իր անվտանգային համակարգը։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները հույսերը չեն դնում ՆԱՏՕ-ի վրա, ասում են կարող է Ամերիկան ասма գիտեք ինչ է կարող է չօգնեմ, ավելի ճկուն համակարգով եվրոպական անվտանգության հարցեր են լուծում։ Այդ դեպքում մեզ համար իդեալական է դիմելով մի կետի միանգամից դնում ես նաև անվտանգային խնդիրը։ Ռուսաստանը մեզ սպառնում է, ինչ է առաջարկում։ Այն ապրանքը, որը մենք ունենք, եվրոպական ստանդարտի չէ։ Լավ, այդ եվրոպական ստանդարտի ապրանքը հասկացանք, մի օրում եվրոպական ստանդարտի չի դառնա։ Օգնեք մեզ, 1000 ու մի ծրագրեր ունենք երրորդ երկրներում։ Այդ ծրագրերով օգնեք այդ ապրանքը մենք վաճառենք, արդյունքում դուք մեզ օգնեք, որ մենք շատ արագ այդ ամեն ինչը հաղթահարենք, որովհետև այն մարդիկ, որ հայ ժողովրդին խաբում էին եւ ասում էին, որ մենք ռուսական շուկայի հետ ենք աշխատում, սա մեզ շատ հարմար է, հիմա հասկացաք ինչ կատարվեց։ Ռուսական շուկան մեր ապրանքն ասում է անորակ է։ Մերոնք չեն կարողանում ասել ոչ, անորակ չի, սա քաղաքական որոշում է կայացրել։ Այսինքն ինչ է նշանակում։ Եթե դա անորակ չէ, իրանք ասում են անորակ է, բա մենք լաբորատորիա չունենք, բա մի հատ պարզեք աշները մտցրեք, տվեք մենք մտցնենք այդ փաստերը։ Իսկ եթե իսկապես անորակ է, աչք են փագե, իսկ հիմա քաղաքական առումով աչք չեն փագում։ Բա այդ անորակը, որ ուղարկել եք Ռուսաստան, ուղարկել եք մեր ապրանքի լավագույնը, այլապես չէին վերցնի։ Բա որ այդ լավագույնը Ռուսաստանը խոտանում է, բա դուք մեզ ինչ եք տալի, որ մենք ուտենք ու խմենք։ Բա մի հատ հարց չեք, բա ուր են մեր լաբորատորիաները։ Դուք մեզ տեր կանգնում եք, էսա ձեր ստանդարտները ռուսական շուկայի։ Բա այդ ձևով եք բացում Թուրքիայի, Ադրբեջանի առաջ ձեր սահմաններն ու սրտերը եւ նրանց ապրանքի առաջ ճանապարհները։ Դուք լաբորատորիա ունեք, որ կարողանաք այդ ամեն ինչը որակյալ ձևով ուսումնասիրեք, բա այդ վտանգի մասին, որ ամեն անգամ խոսում է, ասում է խուճապ եք տարածում, չէ, ձեզ բացատրում ենք, թե ինչա ձեր աչքի առաջ կանգնած, մինչև չի կատարվում, չեք տեսնում, չեք հասկանում, ինչ էինք զգուշացնում։ Եվրոպական ստանդարտի ապրանք չունենաս, ռուսական ստանդարտի ապրանք հսկի Ռուսաստանը չի ուզում։ Այդ ենք ուզում մենք։ Այսինքն մեր համար այսօր այդ քայլը հենց ահազանգ է, որ ժողովուրդը, եթե մենք այդ քայլը չանենք, մենք ստրկական կախվածության մեջ ենք լինելու Ռուսաստանից, վախից, որ կարող է ինքը սանկցիա կիրառի։ Պարոն Անտինյան, ամեն դեպքում ուկրաինական սցենարին էլ անդրադառնանք, նոր անցնենք առաջ։ Ուկրաինական սցենարը պատերազմն է, ուղիղ հարձակում Ուկրաինայի վրա։ Հիմա երբ որ մեզ սպառնում են այդ սցենարով, սա ինչ է նշանակում։ Ում միջոցով են հարձակվելու։ Հաշվարկներ ում ուղղությամբ են արել։ Եթե Ադրբեջանն է, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է այս պահին ամեն դեպքում։ Եթե Ռուսաստանը մեզ ահաբեկում է պատերազմով, ինչպես Ուկրաինայի հետ, որքան հիշում եմ, Նիկոլ Փաշինյանը մեզ սրտիկ է խոստացել եւ իր սրտիկները ողողել է ամբողջ հանրապետությունով։ Որտեղ գնաք, եթե ուզում ենք մի բան նկարենք, մեր թիկունքում չկա մի տեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանի սրտիկը չլինի։ Աղբի դույլերի վրա, կոշկակարի կրպակների վրա, քանդած շենքերի վրա, ամեն տեղ։ Ու նույնիսկ վերջերս Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում բավական բարձր էր կպցրած իր սրտիկները, ակնհայտ երևում էր, որ աստիճանով դա հնարավոր չէ ամբողջ քաղաքում կպցնել։ Հատուկ կռան են օգտագործել, վերամբարձ կռունգ, վերև կպցնեն, որ մարդիկ այդ սրտիկները չպատրեն։ Հսկայական ծախս են արել, որ կպցնեն։ Ինչի եմ ասում, բա Ալիևի անունից չէր մեզ խոստացել խաղաղությունը։ Դրանք մի կողմ, որ մենք Փաշինյանել չենք հավատում Ալիևին է։ Դա նշանակում է, որ Ալիևը խոստանում է խաղաղություն, Պուտինը մեզ խոստանում է պատերազմ Ալիևի կողմից։ Այսինքն եթե մենք իր ասածը չանենք, մեր հետ որովհետև մեր պատերազմողը ոնց որ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանն էր։ Այնպես չի որ Ռուսաստանը մեզ ահաբեկում է, որ ես եմ ձեր հետ պատերազմ սկսելու ոնց որ Ուկրաինայի։ Մենք հրաշալի գիտենք, եթե Ուկրաինայում 2022-ին հաղթեր, հաջորդ երկիրը, որը ինքը կմտներ, դա Հայաստանն էր, տեղից էլ իր բազան Հայաստանում է, ու ամենավատը Ռուսաստանը մեծ կմնա, Ուկրաինայում այդքան ռուսներ կային ազգությամբ, եւ եկեք գիտենք նաեւ քաղաքական ուժեր ռուսամետ եւ Պուտինը սպասում էր որ աղոհացով կդիմավորեն, բայց ազգը միավորվեց եւ պայքարեց օկուպանտի դեմ։ Հայաստանում
աղուհացով ռուսին կդիմավորեն, ռուսի համազգեստը կհակնեն, ռուսի զենքը կվերցնեն եւ կկռվեն հայի դեմ։ Մենք այդ մարդկանց պահում ենք մեր մեջ, ժողովուրդ ջան։ Դա կատաստրոֆա է։ Այսինքն դու եթե Հայաստանի շահերից փխող կարող ես ասել, որ ես գտնում եմ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն է, Ամերիկան է, 22 տարի ասում, նոր չեմ ասում։ Բայց ինչա, կարողա որևէ մեկը Եվրոպայից կամ Ամերիկայից Հայաստանի շահերի դեմ վատ բան խոսա, ես ասեմ իրանք ճիշտ է։ Կամ պետք է վարձկանն լես իրանց գրանտակերը, որ տենց ասես։ Կամ պետք է ուղղակի լես իրանց գործակալը։ Դուք մի անգամ տեսել եք, որ Ռուսաստանից մեզ քննադատեն, Հայաստանը որևէ մեկը Ռուսաստանի շահը չպաշտպանի, չասի մենք ենք մեղավոր, որ մեզ քննադատեցին։ Ինչը աշխարհի երեսին ով ուզում է ալի Հայաստանի հասցեին ասի։ Մի բան։ Ուզում է Մակրոնն էլի, ուզում է Տրամպն, ով ուզում է ալնի։ Եթե դա Հայաստանի շահերից չի բխում, կանում ասում ենք, հոպ, այս ինչ ես անում, սա այսպես չի։ Իսկ դուք ի վիճակի եք դա անեք, հիմա պատկերացրեք տարբերությունը արևմտյան արժեհամակարգի մաս կազմելու մարդկանց մտածելակերպի։ Ինձանից շատ ոչ մեկը Եվրոպական միության ու Ամերիկայի դժվարությունների ու խնդիրների մասին չի խոսում, որտեղ ասեմ հայ ժողովուրդը հրաշքի չի ձգտում, աշխատող ժողովուրդ են, ասում պայման տվեք, աշխատենք, արարենք, բարիք ստեղծենք, խաղաղ ազատ երկրներում աշխատենք, որտեղ հարգվում է օրենքը։ Եվ մենք էլ ասում ենք պետք չի որ գնաք դա այնտեղ գտնեք, բերեք դա մենք ուսումնասիրենք, ընդօրինակենք լավը, բերենք Հայաստանում դա ունենանք, ոչ թե մենք գնանք, այլ իրանք գան մեր մոտ։ Հիմա այս պարագայում մենք չենք տեսնում, Ռուսաստանը մեզ պատերազմով վախացնում է։ Հիմա ինչ անենք, եթե վախենանք, ինչ ենք անելու։ Ընտրելու ենք ռուսամետ ուժերին։ Նիկոլ Փաշինյանն ասում էր 5 տարի ֆորպոստ էինք ու Ադրբեջանի հետ կռվեցինք, զոհեր տվինք, ավերածություններ ունեցանք, տարածքային կորուստ ունեցանք, վերջապես ազատվեցինք։ Ուրեմն վերջապես ազատվում ես, ու մեկը Ռուսաստանը քեզ սպառնում է պատերազմով եւ ճանապարհներն է փակում, շանտաժ անում, սանկցիաներ է կիրառում։ Եվ մեկ էլ ուշադրություն։ Արևմտամետ ուժերի պատճառով չէ, այս ամեն ինչը տեղի ունենում։ Բալանսավորող Նիկոլ Փաշինյանի ժամանակա չէ դա տեղի ունենում։ Բա մենք որ այդքան ասում ենք այդ ռուսամետ ուժերի հետ խաղեր է իշ տալի 21 թվի բանը ընտրությունը 26-ի հետ մի համեմատի 21-ից 21 եղել է ուկրաինական պատերազմից առաջ արտաքին կոմպոնենտը թույլ է եղել 26 թվին բոլորն են լցվել քո երկիր Թուրքիայի կողմից էլ, Ադրբեջանի կողմից էլ, Ռուսաստանի կողմից էլ եւ ներսում էլ ապակայունացնելու պարարտ հող կա։ Ինչ խաղեր եք տալի, չեք ուզում մի հատ այլ ընտրանք ուժ առաջանա։ Բայց դրա համար հիմա կանգնել եք իշխանությունն ասում է, այսինքն եթե իմանան, որ պարտվել են չեն ճանաչելու արդյունքը, որովհետեւ նրանք թշնամի են, նրանք պետքա կզսնել, նրանք մարդասպան են, նրանք էլ ասում են գալու ես մեզ կզսնես, դե հիմա կտեսնես։ Եթե մենք գիտենք ընտրությունից հետո ինչ ալնելու, մենք կպատրաստվենք, ժողովրդին կհանենք փողոց։ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է ժողովրդին կհանենք փողոց, մենք չգիտենք, որ նա ընդունակ է անկարգությունների հետ կապված միջոցի առաջ կանգ չառնել։ Սամվել Կարապետյանի թիմակիցը ցուցակի առաջ է համարը, որ ասում է ընտրությունից հետո փողոցը պետքա դուրս գանք եւ փողոցը պետքա որոշի, թույլ չի տալու որ իշխանությունները հանկարծ փորձեն արդյունքներ կեղծեն, դա ի՞նչ է նշանակում։ Փողոց կարող են դուրս գալ, պարոն Անտինյան, ինչպես հայրենիքի փրկության շարժման դեպքում եղավ։ Կարող են փողոց դուրս գալ, բայց դա ինչ կարող է փոխել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Այն նորից 21-ի հետ եք համեմատում։ Տարբերությունը որն է։ Նախ, ընտրության օրը 1,200,000-ից ավել մարդ դուսակալու ընտրության։ Դա ամենաակտիվ օրն է։ Տարվա ընթացքում կարող է հանրահավաքներ անեք, մեկը գա, մեկը չգա, մեկին վճարեն, հետո անձրև գա դուրս չգա, որտեվ անձրևային բանով չէին էլի վճարե գործակցով։ Բայց երբ որ ընտրությունն է, մարդը դուրս է եկել ուզում է հաղթի։ 1,200,000 մարդ դուրս է եկել եւ մեկ էլ տեսնում է, որ իր թիմը չհաղթեց։ Եվ իր թիմի լիդերն ասում է լցվում ենք փողոց։ Դա ամենաակտիվ օրն է։ Եվ մեկ էլ միջոցի առաջ կանգ չառնող, արյունի առաջ կանգ չառնող, արյուն տենչ իշխանությունը, եթե ռեպրեսիա չկիրառեմ, կարողա չկարողանամ իշխանությունը փայեմ, ռուսամետ ընդդիմությունն էլ, եթե փողոց դուրս չգամ, չեմ կարող իշխանությունը վերցնել։ Դուք չեք տեսնում, որ երկուսն էլ բախման պատրաստ են ու հրահրում են այդ բախումը։ Ինչի Նիկոլ Փաշինյանը 8 տարի իրանց գույքը չի վերցրել, եկել ընտրությունից մի քանի օր առաջ ասում է տունդ եմ վերցնելու, էս եմ անել, հատուկ ինչի համար, բա վերցնող էր վերցնել, ո՞ր ձեռ բռնել։ Հատուկ ասում է նրա համար, որ իմացեք, հիմա ակտիվացեք, որ ես ռեպրեսիա կիրառեմ։ Բայց նրանք էլ ընդունակ են։ Դրսից հայեր գալիս են, քանի անգամ ենք զգուշացրել, որ Ուկրաինա պատերազմած մարդկանց, որոնք արյունը տեսել են եւ փողել տեսել են, հիմա եկել են Ռուսաստան, անելիք չունեն, փողը տալու են, որպես տուրիստ ուղարկեն Հայաստան։ Դուք գիտեք, քանի մարդ է եկել։ Այսինքն այդ հետընտրական ցնցումների կամ բախումների վտանգը իսկապես ռեալ է։ Ես ուզում եմ մեջբերեմ նաև կաթողիկոսի հորդորը, դիմել է քաղաքացիների նախորդորել է անպայման գնալ ընտրությունների եւ ընտրությունը կատարել ազգի եւ հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, իսկ քաղաքական ուժերին հորդորել է դրսևորել զգոնություն ու շրջահայացություն եւ հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից, այսինքն բավականին ռեալ է այդ վտանգը, մեծ է այդ վտանգը, որ հնարավոր է դինեն բախումներ եւ այս դեպքում այլընտրանքային ուժերը, հանրությունը, փաստորեն անելիքը մնում է մեր վրա։ Ինչ պետք է անենք մենք, պարոն Անտինյան, դրանից խուսափելու համար։ Դեպքեր եմ, երբ որ մարդիկ ասում են, լավ, ենթադրենք հայտարարում են, որ բախում ալնելու։ Դուք ինչի եք դրան ուշադրություն դարձնում։ Դուք ինչի եք այսպես ասած կարակին յուղ լցնում։ Ավելի աբսուրդ բան ես չեմ պատկերացնում։ Երբ որ մարդը անգամ մի սովորական օբյեկտ, առևտրի օբյեկտ, նրանք թողեն այդ օբյեկտը շահագործի առանց կարակմարիչի։ Ինչա, եթե ինքը կարակմարիչը բերում է պատին փակցնում, խուճապա տարածում, նայում եք կարակմարիչին ու խուճապար փախնում եք, չէ, դա նրա համար է, որ եթե Աստված մի արասե մի բան լինի, կանխարգելի ինչ-որ բան պատից կախված է։ Եթե այսօր երկու կողմը տենչում են բախում, որ համարում են դա է շանսը իշխանության գալու, նույնիսկ եթե Աստվածանի դա տեղի չունենա,
քաղաքական գործիչը կամ հրապարակային գործիչը կամ վերլուծաբանը, որը վերլուծություն անում, որ տարիներ հետո ճիշտ է դուրս գալու, ներելի կլինի, որ ես ասեմ, ոչ մի բանից պետք չի վախենալ, ամեն ինչ լավ է, թե ընդհակառակը մտածեն կանխարգելիչ քայլը։ Իսկ ես էլ ասում եմ կանխարգելիչ քայլը։ Եթե երկուսից ոչ մեկը արդյունքը չի ճանաչելու, ժողովրդի ակտիվությունն օգտագործել է փողոցանի, իշխանությունն իր վարչական ռեսուրսով, ընդդիմությունն էլ իր ֆինանսական ռեսուրսով, ու պետք չի ասել միտինգին շատ չեն գալի, ասեցի ընտրության օրը կրիտիկական օր է։ Դա միակ շանսն է, որ փողոցանեն իշխանությունը վերցնեն, դրսից էլ ապակայունացնելու համար խելքներն իրանց չի։ Ռուսաստանը, Ադրբեջանը հաստատ պատրաստ են։ Իրանը, որն ասում է թույլ չեմ տա թրիպ մտցնեք Հայաստան, ընդհանրապես 2 օր առաջ էր հայտարարել, բախտերդ չփորձեք, եւ ասել է դա հարավային Կովկասի, մենակ չի ասել Հայաստանին։ Ամերիկան այս կողմերը չերևա, իսկ Ամերիկան Իրանին դեռ չի հաղթել։ Այսինքն մենք այդ խնդրից դուրս չենք եկել։ Երջանկացած ասում ենք Ամերիկայից սականենք, Իրանի դուրը չի գալի։ Այսինքն դուք տեսաք, Իրանն էլ ասում է, կենսական տարածքն է հարավային Կովկասը։ Մի բան դուրս չեկավ, կարա զորք մտցնի։ Հետո ո՞վ հանելու Իրանին Հայաստանի տարածքից։ Հիմա դուք պատկերացրեցիք ինչա կա։ Ես էլ ասում եմ, ժողովուրդ ջան, այս քաղաքական ուժերը բոլորը հստակ դիրքավորվել են։ Իշխանությունն ասել է իր կարծիքը։ Իշխանությունը սատարող, որ առանց անունը տալու մենք հստակ գիտենք ովքեր են, պարզ ասել են, եթե անցնենք խորհրդարան, միանալու ենք իշխանությանը, եթե իրան 50% ձայն չունենան։ Եթե բան չլինի, կարիքը չունենան, մենք կմնանք, մենք հո չենք գնում ընտրության իշխանափոխության, լավ է, էլի, մենք գնում ենք ուղղակի սպասարկենք Նիկոլ Փաշինյանի շահերը, որպես ընդդիմադիր։ Կա որևէ մեկը, որ չգիտի ովքեր են այդ ուժերը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անցավ, եթե որևէ մեկը իրան միացավ 50-ից ավել ձայն ապահովեց, ունենալու են 2-րդ մարտի 1։ Այսինքն նա կատարելու Արտուր Բաղդասարյանի ֆունկցիան 2026 թվականին մի բարդ բան է հասկանալու համար։ Մյուսը նայենք, ռուսամետ ուժերը, 3 ուժը ինչ են ասել, առավելագույն ձայն ստացողի տեխնացուին պաշտպանելու ենք։ Սամվել Կարապետյանի տեխնացուին, ով ուզում է ալնի անունը։ Մինչև վերջ չեն ասում, Սամվել Կարապետյանը լինել չի կարող, մինչև վերջ կգնան առավելագույն ձայն ստացած դրից չեն անում, չէ՞ ընտրությունից առաջ ժողովրդին ասեն, էս ինչն է, ասեն այդ ինչը ոնց կարող վարչապետը լինի։ Դուք մեզ եք ընտրել, մենք ձեզնից համով ձևով խաբել ենք։ Մենք էլ ում կընտրենք, նայա։ Քոչարյանն ասել է դրան եմ ձայն տալու, բանը ասել է, Սարոկյանն ասել է դրան եմ ձայն տալու։ Այն մյուս ուժերը, որ դիրքավորվել էին համեմատաբար նեյտրալ, ինչ են ասում։ Չենք միանա Նիկոլ Փաշինյանին, չենք միանա նախկիններին, բայց Սամվել Կարապետյանը հո նախկին չի։ Եվ այդ ձևի ասողները չգիտեք, որ այդ արտահայտություն անողը նշանակում է, որ անցնենք մեր կարիքը լինի, կմիանանք Սամվել Կարապետյան։ Այսինքն երկու կողմի դիրքավորողները բախմանը պատրաստ են ու նպաստում են դրան։ Միակ ուժը, որ ասում է, որ ոչ նրան կմիանանք, ոչ նրան, ստանալով բավական ազդեցիկ ձայն, այնպես կլինի, որ ոչ մեկը մեծամասնություն չի ստանա ու հունիսի 7-ին բախում չի լինի, որտեղ հունիսի 7-ին հաղթողը չկա։ Հունիսի 7-ին չի որոշվել ոչ մի բան։ Այդ առաջալիքը կոտրում ես, դա Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը, որի վարչապետի տեխնացուն է Գուրգեն Սիմոնյանը։ Սա ոչ թե այլ տարբերակել կա, ես դա եմ ասում, որովհետև ես ընդեղ եմ։ Ես հենց այդտեղ եմ, որովհետև դա միակ տարբերակն է։ Ոչ թե ես քանի որ այդտեղ եմ, ասում եմ միակ տարբերակն է։ Ես ընտրել եմ այն միակ տարբերակը, ունենալով շատ հնարավորություններ, մարդիկ շատ լավ գիտեն դա, որ դրանով կանխենք արհավիրքը մեր երկրի համար, որովհետև եթե դու ձայն ես տալիս Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, ոչ մեկը մեծամասնություն չի ունենում։ Գնաց երկրորդ փուլի քվեարկությունն են, մյուսները կմիանան, չեն միանա, ասում ենք չենք միանա։ Եթե դուք վախենում եք բախումից կամ իսկապես ձեր սիրտը ցավում է բախումից, դուք ունեք հարմար տեխնացու։ Պետք չի մեզ ասեք, ի՞նչ է, դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանը լինի, Հայաստանը դառնի Թուրքիա։ Ոչ, քանի մանդատ ունենանք, մենք ուզում ենք Գուրգեն Սիմոնյանը լինի։ Եթե դուք Գուրգեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, շարը մեր վրա մի գցեք, գնացեք ձեզ մեղադրեք։ Եթե մեկն ասում է դուք ուզում եք ռուսամետները հաղթեն, Հայաստանը տանեն ճայիչ, ինձ եք ասում։ Ես 22 տարի դրա համար պայքարել եմ ու տուժել եմ։ Իսկ պետք չի ասի, եթե չեք ուզում լինի Սամվել Կարապետյանի եսին որ տեխնացուն, նույնիսկ չգիտեք ով, ռիսկ էլ չեն անում ասեն։ Այդ պարագայում թե դուք նրա մեջ, Եսիմում մեջ եւ Գուրգեն Սիմոնյանի միջեւ ընտրում եք Եսիմում, բա մեզ ինչ եք մեղադրում։
Մենք ձեզ կոմպրոմիսն առաջարկում ենք, դաշինք չի լինելու, ձեր ձայները կտակ Գուրգեն Սիմոնյանին, մենք կյանքի կկոչենք մեր ծրագիրը եւ Բախումից կխուսափեք մեկ եւ մեկ էլ հստակ կասենք հայ ժողովուրդը կայացրել է այսպես որոշում Վլադիմիր Վլադիմիրիչ ես չգիտեմ դու Նիկոլ Փաշինյանին ինչ ես ասել կամ ինքը քեզ ինչա խոստացել ու քեզ խաբել է կամ դուք իրար մեջ պարզեք հա որովհետեւ դուք հրապարակային բաներ խոսում եք ոչ հրապարակային էլ մենք հո գիտենք թե Նիկոլ Փաշինյանը քեզ ինչա խոստացել, որ մեծ հիստերիայի մեջ ես ընկել։ Էդ էլ մենք գիտենք, որը եթերով չենք ասում, որովհետև պետք է ասեն, բա որտեղից գիտեք, երկու հոգով խոսացել են։ Գիտեք, ժողովուրդ ջան, այդպես հնարավորություններ ունենք։ Եվ դա ինչ է նշանակում, ես պարզ օրինակն եմ ասում։ Ասում եմ, Բախումից խուսափելու մի ձև կա, որպեսզի որևէ մեկը առաջի փուլում չհաղթի եւ որևէ մեկը ձայն չտա, որպեսի երկրորդ մարտի մեկանի Հայաստան։ Հիմա մարդիկ վախենում են Գյումրի 2 չլինի, Երևան 2 չլինի, որ միացան Երևանում իշխանության տեխնացուն անցավ, Գյումրիում է ռուսամետ տեխնացուն։ Բայց դուք տանում եք մարտի 1-ի 2-ին։ Այս Բախումով, ինչա չեք լսում այդ մթնոլորտը, որ հատուկ սրվում է դրա համար, եւ դրա համար կա մի պաս ճանապարհ։ Ում եք անելու փողոց, եթե դուք մեծամասնություն չունեք։ Մենք էլ ասում ենք ուզում եք երկրում իրավիճակ փոխվի, թող լինի մարդ, որի վրա բեռ չկա, արցախյան բանակցությունների, ոչ մի մեղք չկա, ոչ միայն ձեռքերն է մաքուր, այլև խիչն է մաքուր, բացի դրանից էլ գիտնական քաղաքագետ է։ Մեկ ասում են, բա ինքը կյանքի փորձ, այսինքն ձեզ համար գիտնականը փորձ չի։ Ձեզ համար գիտնական, հա, դե կներեք, այն քուչի բառերով, որ իրար հետ խոսում եք, դուք մտածում եք, որ ոնց կարող է հավակնի մարդը վարչապետ լինի եւ քուչի խոսակցությունը չբարձրացնի վերին աճաններ։ Բա դուք գնացեք ժողովրդին լսեք, ոնց են հիացած Գուրգեն Սիմոնյանով։ Այ գնացեք լսեք, դուք այդ ժողովրդին եք անուն դնում, ասում եք քուչի բառապաշարով խոսենք, որ իրան ծոցից դուսեկացի տպավորություն թողեք։ Լա գնացեք այդ ծոցը ուսումնասիրեք, գնացեք ամենախուլ բնակավայրը։ Վազելով գալիս են, որ մեզ տեսնեն Գուրգեն Սիմոնյանի հետ նկարվեն, վազելով մեկը եկավ, ասեց սիրտս խփում էր, ասում ասի գամ հասցնեմ նկարվեմ, ասի միցեն կորցնելու ենք տնաշեն, մի որ սիրտդ խփեի, հետո չէիր կարող քվեարկել։ 5 րոպե հետո խոսած, 5 րոպե հետո հեռացավ, ստեսություն ասեց, նոր նկատեց ինձ, ասում վայ պարոն Անտինյան, դուք էլ եք ստեղ էլի հետ եկավ, ինչի եմ ասում, նա այնքան էր տարված Գուրգեն Սիմոնյանով, կողքը չէր նայում, որ էլի մարդիկ կան, որոնք ինքը ճանաչում է։ Մենք հատուկ դա չենք նկարում, որ ասեն նախընտրական շոու են անում, միլիարդներ իրան կծախսեն, այդպիսի կադրեր չեն ստանա, որտեղ դրանք կեղծ են, դրանք սարքած են։ Իսկ մերը բնական է, իրանց արհեստական ինտելեկտի եւ արհեստական քաղտեխնոլոգիայի սարքածը ծիծաղ է առաջացնում։ Ով որ ուզում է իմանա ոնց են վերաբերվում, թող մեզ հետ գան, մի մետր հետ քայլեն, ոչ մեկը չի իմանա, որ իրանք հակառակորդ բանակից են, տեսնեն մարդկանց վերաբերմունքը ամոթուց գեդինը կմտնեն։ Դուք այդ ազգին եք ասում անգրագետ, դուք այդ ազգին եք ասում գրագետ մարդկանց կարիքը չունե։ Շատ լավ, պարոն Անտինյան, ամփոփենք մեր հարցազրույցը, դուք անդրադարձաք այս ընտրություններում այդ աշխարհաքաղաքական ենթատեքստին, որը ի դեպ Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչու փորձեց հերքել, ասելով, որ ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ էլ չկա, այն դեպքում, որ Թրամփը վերջինը, որը իր ուղիղ աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, շատ ուղիղ է գրել, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Այս աշխարհաքաղաքական ենթատեքստն ինչի մասին է։ Նախ Դոնալդ Տրամփի պաշտպանելը որևէ ձևով չի օգնելու Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մի բան, ոչ օգնելու, ոչ վնասի, որովհետև Դոնալդ Տրամփի հակառեյտինգը գրեթե հավասար է իր ռեյտինգին, մի քիչ էլ ավել է։ Օրինակ, եթե մենք նայենք Ամերիկայի ընտրություններում, տեղական ընտրություններում, այդ ինչ ծրագիր դեմոկրատները ներկայացրեցին, որ հաղթեցին այդ բոլոր տեղական ընտրություններում։ Մի ծրագիր կա, այս որ պայմանականորեն ասում եմ, գնացել են ծրագրով մերժենք Սերժին։ Գնացել են Տրամփից բողոքել են ընտրվել։ Տրամփին քննադատել են ընտրվել։ Էլես չեմ ասում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պատմությունը։ Պարզապես Ամերիկային դասազական չէր, որովհետև մենք ասում ենք, մեր ընտրությանը մի խառնվեք։ Եթե դա անում է Ռուսաստանը, մենք քննադատում ենք։ Եթե դա նույնիսկ անում է Մակրոնը, ես դա էլ եմ քննադատել, որովհետև Ֆրանսիան բարեկամ պետություն է։ Եթե Ֆրանսիան Հայաստանին պաշտպանում է, շատ ուրախ ենք
Ֆրանսիայի համար է, մեզ համար է։ Եթե Մակրոնը անձնապես պաշտպանում է Փաշինյանին, ես այդ նրբությունն էլ եմ բացատրել։ Մակրոնի անունը ոսկե տառով կգրվի միջազգային պատմության մեջ։ Նա շատ լուրջ բան արե համաեվրոպական ու համապետական ծրագրում։ Բայց դուք խոսեք ֆրանսիացի ընտրողի հետ, նա ամենացածր վարկանիշն ունի։ Ասում են ժողովուրդ դուք ինչ եք խոսում։ Այս մարդը հարկերը սենց, գները սենց, ասում են ժողովուրդ ջան, մենք տարբեր ռակուրսով ենք նայում։ Ես նայում եմ ինչ անում Մակրոնը աշխարհի համար, իսկ ես Հայաստանի տեսանկյունից եմ նայում։ Դու նայում ես քո հարկերի турքերի տեսանկյունից։ Մեր կարծիքը չի համընկնում։ Էնպես չի ու ես չգիտեմ դու ինչի ես դժգո, դու ճիշտ ես դժգո։ Բայց դու չես կարող մեղադրես թե ես ինչի եմ գո։ Ինչի եմ ասում, երբ որ Մակրոնը, որը ցածր ռեյտինգ ունի ու եկող տարի գնալու է, այն ընտրվողը, որ գնալու է, Մակրոնին ոտատակ տալու է գնալու ընտրության։ Ոչ թե մենակ Մակրոնը չի մասնակցելու, երկրորդ ժամկետն է, այլ այն ուժին, որը ինքը ներկայացնում է։ Այսինքն լրիվ հակապատկերով գնալու է ընտրության։ Ու այդ դեպքում ստացվում է, որ ոչ թե Հայաստանի ղեկավարը Ֆրանսիայի բարեկամ երկրի ղեկավարն է, այլ Մակրոնի մոդիկն է։ Դա Հայաստանի վնաս է տալու։ Նույն ձևի Տրամպը ինստիտուցիոնալ նախագահ չի էլի Ամերիկայի համար, անգամ հանրապետական կուսակցության համար ինքը ինստիտուցիոնալ կուսակցական չի։ Վաղը մյուս օրը նոյեմբերի 3-ի ընտրություններով իրավիճակ կարող է փոխվի, կոնգրեսի ընտրությունները, եթե վերին պալատը 1/3-ով ռոտացիան, ստորին պալատը նոյեմբերի 3-ին։ Այդ պարագայում ստացվում է, որ այն ծրագրերը, որ դու անհատապես կապում ես Փաշինյանի հետ, այդ ծրագրերը ստացվում է դու կապեցիր Փաշինյանի հետ, ոչ թե դա հայ-ամերիկյան բարեկամություն էր։ Այն դեպքում, երբ որ Ամերիկայի բարեկամության հետ կապված շատ զգուշ պետք է լիներ, մեզ անվտանգության երաշխիք Ամերիկան չի տվել։ Մենք դա ակնկալում ենք Եվրոպայից, ինչի, որովհետև Ամերիկան, որ անվտանգության երաշխիք է տվել արաբական երկրներին, տեսանք ինչի մեջ է հայտնվել։ Էլի մենք լինենք շատ լավ հարաբերության մեջ Ամերիկայի հետ, բայց մենք այսպես մտածենք, եթե մենք Եվրոպային դիմում ենք որպես տնտեսական տիրույթ, մենք մտածում ենք, իսկ եթե Եվրոպան ասի պատրաստ եմ քո անվտանգությունը պահեմ, իդեմս Ֆրանսիայի կամ իդեմս այն 3-ի, ոնց որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, էլ չեմ խոսում, որ ընդհանրապես ավելի ճկուն մեխանիզմներ կա, երկրներ, որոնք անգամ եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ էլ չեն, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներ։ Այդ պարագայում մեզ չեն ասի, ընկեր ջան, մեզ դիմում ես անվտանգությունն ակնկալում Ամերիկայից, իսկ ամերիկյան բազաների վիճակը տեսել եք ինչ է։ Այսինքն մենք այս հարցում պետք է շատ զգուշ լինենք, մի կողմ դնենք Տրամպի ասած օգուտա թե վնաս, որտեղ եթե Տրամպը մեկին գովում է, նշանակում է դու ընկել ես իր ոտերը։ Որովհետև անգամ 56,000 բնակություն ունեցող Գրենլանդիան Տրամպին ուղարկել է համապատասխան ուղղությամբ։ Եվ Տրամպը այդ ուղղությունը գիտի։ Պանաման նույնպես ուղարկել է։ Կուբան ուղարկել է, ասում է կմեռնենք չենք հանձնվի։ Չէ։ Մեքսիկան, Կանադան, այսինքն ինքը եթե մեկին չի սիրում, ուրեմն այդ մեկը իր պետության շահերը պաշտպանել է։ Եթե Նիկոլ Փաշինյանին ուզում է Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ մեկ էլ Իրանը, նշանակում է ինքը դա դեռ չի կարող լինի հայկական, նա փորձել է բոլորին հասի, համատեղի Հայաստանում, ավելի վատ Սյունիքում, որը իրոք դրա մեջ լուրջ վտանգ է պարունակում։ Հիմա համարենք, որ սա սթափության ապտակ է բոլոր կողմերից, հասկանալու համար ճիշտ ընտրություն կատարենք մի քանի օրից։ Շնորհակալ եմ, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, պարոն Անտինյան, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի տեխնացու Էդվարդ Անտինյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։ Thank you.